այն տունը, որտեղ որ ես բնակվում եմ, ունի ընդհանուր շքամուտքի դուռ, որը ուղիղ մեր տուն է տանում, ուրիշ այդպեսի բան չկա։ Եվ տեսախցիկները ֆիքսել են, որ մեր տան վրա եղել է հարձակում։ Բացել են դուռը եւ շատ հետաքրքիր է, որ գիշերվա, լույս առավոտվա 5:40 քանիսի սահմաններում գալիս են երկու հոգի, դատելով կադրերից երիտասարդներ, ուժով բացում են դուռը եւ ոչ մի գործողություն չեն անում։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ մեսեջ են ուզեցել տան, թե ինչ։ Ես առանձնապես այդպես քաղաքական երանգ չեմ տվել դրա հետ կապված, որովհետև կադրերով երևում է, որ այդ նույն երիտասարդները, ովքեր ուժով բացում են մեր դուռը, շքամուտքի դուռը, որը մեր տուն է տանում միայն։ Այո, դա վերելակ է, առանձին վերելակ։ Եվ այդ վերելակի դռնից օգտվում ենք եւ ես եւ իմ հարևանը միայն։ Այսինքն շենքը ունի առանձին մուտք եւ մեր տունը ունի մուտք վերելակում։ Այո։ Հա, բայց կոնկրետ մեկը ինն է այդ բնակարանը։ Հիմա նայեք գործողություն է, մարդիկ գալիս են ուժով դուռը բացում են ու թողնում գնում են։ Հետո մի րոպե հետո էլի վերադառնում են, հատել են փորձում բացել, թողնում գնում են։ Այսինքն ես չեմ կարծում, որ սպորտային հետաքրքրությունը առավոտյան 5:40 գան ու փորձեն դուռը բացել։ Ես ճիշտ ասած դրան քաղաքական երանգ չտվեցի, դիմեցի ոստիկանություն եւ հիմա վարույթ է նախաձեռնված։ Իրենք են գույքի վնասում, հանցագործության, գողության փորձ եւ այլն։ Չեմ ճանաչում։ Հա, իրենք ոստիկանությունը ինչ-որ գործողություններ արել է, հիմա ես իրավական մասով չեմ ուզենա խորանալ, որովհետեւ նախաքննական չէ։ Առանց դիմակ եկել են, այո։ Դե իրանք նույնացրել են, ենթադրում եմ, որ ինչ-որ բան արել են, բայց որն էր հետաքրքիր, էլի, այսինքն տարիներով այդտեղ ապրում են, բոլորը ասենք գիտեն եւ հանկարծ այդպիսի դեպք ես անկեղծ ասած դրան քաղաքական նշանակություն չեմ տվել, բայց հիմա որ նայում եմ, միգուցե իրենց կարծիքով փորձել են ինչ-որ մթնոլորտ ձևավորել, հոգեբանական ազդել եւ այլն, որովհետեւ դե պարզ է որ ես ուղղակի ինֆորմացիա եմ տալիս, ես ոչ մի բան չեմ կարողանում, ողջամտորեն ամեն ինչ կարող եմ կասկածել, բայց դրա հետ կապված ուզում ասեմ մի քանի օր առաջ այդպիսի դեպք եղել է։ Եվ մենք քարոզարշավը տեսել եք, որ իրականացնում ենք բավական ինտենսիվ, ակտիվ, ես ենթադրում եմ, որ այն սոցիոլոգիան, որը մենք ունենք, ունի նաև Նիկոլ Փաշյանը, ինքը հասկանում է, որ պարտվում է հավաքական ընդդիմության եւ դնում է այսպիսի ապօրինությունների եւ հանցագործությունների։ Եվ ինձ փորձում է խաղից հանել, որովհետեւ հազար ու մի հարցեր կան մեր միավորի հետ կապված քաղաքական առումով, երևի մտածում է, որ ինձ չեզոքացնելով կարող է վնասել ընդհանուր պայքարին, դրա համար էլ այդպիսի քայլերի է դիմում։